Այսօր ես ուզում եմ Քրիստոսով կիսվել ձեզ հետ հայր մեր աղոթքից, երբ որ մենք աղոթում ենք, գալիս ենք 12 համարում կանգնում ենք, շատ կարևոր այսօր մեր կյանքի մեջ, մեր սրտերի համար, մեր հոգևոր ապաշխարության համար, որպեսզի մենք ուղիղ եւ սուրբ եւ անբիծ անարատ անցկացնենք մեր կյանքի օրերը Տիրոջ երկուղով Հիսուս Քրիստոսի շնորհքով Աստծո առջև։ Գրված է. մեզի ները մեր պարտքերը, ինչպես մենք էլ կներենք մեր պարտականներուն։ Աստծո խոսքը մեզ նաև հորդորում է Մատթեոս ավետարանից, պետք է կարդամ Մատթեոս ավետարանի 18 գլխից, երբ որ Պետրոսը մոտեցավ Հիսուսին հարց տվեց, ասավ. Տեր, քանի անգամ եթե եղբայրս ինձի դեմ մեղանչե, պետք է ներեմ անոր, մինչև 7 անգամ։ Հիսուս սավ անոր, քեզի չեմ ասել թե մինչև 7 անգամ, հապա մինչև 70 անգամ 7-ը։ Այսօր ցավոք շատ հավատացյալների սրտի մեջ ներողամտություն չկա։ Չկա համբերություն, չկա խաղաղություն, չեն ուզում զիջել, չեն ուզում խոնարհվել, միանձնավորություն ատելությամբ լցված մեկին եւ չներելով նրա մեղքը, եղբայրները հորդորել են, ասել են ների, խնդրում ենք ների, որովհետեւ ավետարանը հայր մեր աղոթքում ասում է ների, որ դու էլ ներվես։ Հայտարարում է չեմ ների, դժոխք էլ գնամ չեմ ների։ Այսինքն պատկերացնում եք հակառակորդը էդ ինչ սիրտ ա տվել դրան, չներող։ Եղբայրներ, քույրեր, բայց մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի 18 գլխի շարունակության մեջ 23 համարում Հիսուսը Պետրոսին հորդորելով, որ ասում է 7 անգամ 70, ասում է հետևյալ առակը. Այսօր համար երկնքի թագավորությունը կնմանի թագավորիմը, որ իր ծառաներեն հաշիվ առնել ուզեց։ Երբ սկսավ հաշիվ առնել, 10,000 տաղանդի պարտական մը բերվեցավ իրեն, բայց անիկա վճարելու կարողություն չունենալով իր տերը հրաման երավ, որ զանիկա եւ անոր կինը ու անոր որդիները եւ անոր բոլոր ունեցվածքը ծախվին ու պարտքը վճարվի։ Իսկ ծառան անոր առջև ինալով երկրպագություն երավ ու սավ. Տեր, համբերե ինձի եւ ամեքը քեզ կվճարեմ։ Ծառային տերը վրան խղճալով արձակեց զանիկա ու պարտքը շնորհեց անոր։ Նույն ծառան ելավ իր ծառայակիցներեն մեկը գտավ ու իրեն 100 դահեկան պարտք ուներ ու զանիկա բռնելով կխեղտեր ու կսեր վճարե ինձի ունեցած պարտքդ։ Ուստի իր ծառայակիցը անոր ոտքը ընկավ, կաղաչեր անոր ու կսեր համբերե ինձի ու քեզի վճարեմ, բայց ինք չեր ուզեր, հապա գնաց բանտը դնել տվավ, մինչև որ պարտքը վճարե։ 35 համարում Հիսուսը հորդորում է. այսպես էլ իմ երկնավոր հայրս պիտի ընե ձեզի, եթե ձեր սրտերեն չներեք ամեն մեկը իր եղբոր հանցանքները։ Եղբայրներ, քույրեր, բազում անգամ մեր եղբայրները կարող են տկարանալ, թուլանալ եւ որոշակի հարցերում դժվարության պատճառ դառնալ մեզ համար։ Մենք պարտավոր ենք ներելու նրանց։ Ինչպես ծնողը իր երեխային ներում է, անկախ նրանից երեխան ինչ անկարգություն ուզում անի, անկախ նրանից երեխան ինչ ուզում անի, նա մնում է ծնողի երեխան։ Եղբայրներ, քույրեր, շատ ծնողներ իրանց երեխայից կարող է ջուր ուզեն, երեխան ջուր չտա, բայց ինչքան անկարգ երեխա լինի, եթե երեխան ծնողի ջուր ուզի, ծնողը նրան չի մերժի, որովհետև ծնողը մնում է ծնող։ Նա գիտի, նա ցավ է քաշել, նա պահել մեծացրել է։ Քրիստոս, մեր համբերատար Աստվածը, Գողգոթայի խաչի վրա կարել է իմ ու քո հանցանքները, իմ ու քո 1000 տաղանդանոց այդ բոլոր ջուրա մեղքերը նա վերցրելու կարել է իր խոցված բևեռների վրա, իր կողի վրա, որ խոթեցին, նա չարչարվելու տանջվել է, նա գլխին փշեպսակ են դրել եղբայրներ, քույրեր, անգամ ջուր ուզեց, լեղի տվին նրան։ Չլինի թե այսօր մեր եղբայրները, քույրերը հանկարծ տկարանան, ինչ որ հարցում թուլանան ու մենք ներողամտ սիրտ չունենանք։ Մեզ Աստված շատ աներել, օրհնյալ լինի Աստված։ Դրա համար ես հորդորում եմ Քրիստոսի սիրով, որպեսզի մենք ներողամիտ սիրտ ունենանք, համբերատար լինենք։ Աստված Պողոս առաքյալի միջոցով հորդորում եւ ասում է հետեւյալ խոսքերը. Եվ իրարու հետ քաղցր եղեք, գթած, ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով
ներեց ձեզի։ Եթե եղբայրը եղբոր դեմ ինչ որ հարցեր ունի, թող ների, պարտադիր չի ներողություն խնդրի։ Դրա համար թող Աստված օգնի օրհնի, որ մենք իրար միայն սիրենք, համբերենք, գթած լինենք, ներողամիտ լինենք։ Ուստի Աստծո ընտրյալ սուրբերու եւ սիրելիներու պես ձեր վրա հագեք գութը, ողորմությունը եւ քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, իրարու համբերելով եւ իրարու ներելով, եթե մեկը մեկու դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզի ներեց, նույնպես էլ դուք եւ այս բոլոր բաների վրա սերը հագեք, որ կատարելության կապն է։ Թող Աստված այդ կատարելության կապով կապի մեզ, թող Աստված մեր մեջ սուրբ սիրտ ստեղծի։ Եղբայրներ, քույրեր, շատերը Սուրբ Հոգով մկրտված, շատերը օրհնված, ազատագրված, մաքրված, բայց ներողամտության դեպքում իրանց մեջ մի այնպիսի դիրք են բռնում, կարծես թե իրանց ավելի ատրված, քան թե մնացածին։ Թող Աստված ներողամիտ սիրտ ամես եւ օգնի ու կարեկցի։ Եվ այդ կյանքը Քրիստոսով է եւ իր խոսքով է։ Ով իմ խոսքս պահի, ես էլ անոր պիտի պահեմ։ Առակացում ասում է, կյանքն ու մահը մարդու լեզվի վրա է։ Ով որ նրան սիրում է, նա էլ անձնատուր է լինում։ Նաեւ առակացում ասում է, փոս փորողը ինքն է մեջ նգնում, քար գլորողի քարը իրան է կպնում։ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է Մատթեոս ավետարանում, Հիսուսն ասում է, մի անիծեք, օրհնեցեք, որովհետև մենք օրհնված զավակներ ենք եւ մեզանից օրհնություն պիտի բխի։ Թող Աստված օգնի օրհնի եւ Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։